Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Երկիր մեդիայի եթերում Երկրի հարցը հաղորդաշարն է։ Այսօր իմ հյուրը Գործարանների Մանթաշյանց ակումբի ղեկավար Վահրամ Միրաքյանն է, բարև ձեզ, պարոն Միրաքյան։ Բարև ձեզ։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստում, թե այլևս Հայաստանում իր խոսքերով ճակերտավոր հարկային տերորը դադարում է։ Ձեր գնահատականով, որպես գործարար, որպես գործարար շրջանակներում որոշակի հեղինակություն եւ կոորդինացիա իրականացնող մարդու Հայաստանում հարկային տերոր կար, թե իրոք Փաշինյանի ասացի պես դա ճակերտավոր էր։ Դե գլոբալ հարկային տերոր բառակապակցությունը երևի ավելի ամենաշատ ես եմ օգտագործել ու նույն պետի տարբեր գործընկերները ժամանակ առ ժամանակ ոնց որ բան են ալնում արտահայտվում են թե ինչու ես այդպես օգտագործում, դե ես էլ ոնց է հիմնավորում, ասում եմ, հարկայինը գալիս է հիմնական խնդիր ունենալով ահաբեկել բիզնեսին։ Ոնց է ահաբեկում, օրինակ դիմակներով են այցելում, քննչականն են ուղարկում, ասենք, չգիտեմ, քննչականը գործողություն է իրականացնում, եւ այլն, ասենք տուն են մտնում, ընտանիքի անդամների տուն են մտնում դիմակներով եւ այլն, որ այդ ամեն ինչի իմաստն է, որ ահաբեկ են գործարեն։ Դրա համար ասում ենք ոնց որ հարկային ահաբեկչություն, էլի, այնպես որ այդ տերմինը եթե չեմ սխալվում, նույնիսկ առաջինը կարող մենք օգտագործել ենք, ես վերջի 1 տարի, 2 տարիների ընթացքում, հա, հիմա վերջացել է թե չէ, այդ ոնց որ արդեն երևա օրենսդրական նախագծեր կան, որոնք որ լավ կթույլատնեն եւ կօգնեն, որ այդ ահաբեկչական քաղաքականությունը շարունակվի։ Այդ օրենսդրական նախագծերը դեռ չեն ընդունվել, բայց երբ որ ընդունվեն, մեծ դրական փոփոխություն կլինի այդ ոլորտում ու կարծում եմ կամ հուսամ չի լինի առիթ, որ ձևակերպենք հարկային ահաբեկչություն բառակապակցությունը Հայաստանում։ Կարծում եք այդ հարկային թուլացումները կամ հարկային քաղաքականության մեղմացումը նախընտրական մտադրություններ կամ նախընտրական ուղղվածություն ունի թե ոչ։ Գլոբալ ես այտենց չեմ ենթադրություններ չեմ անի նախընտրականով նարը թե ինչ, իրականում գործար համայնքի համար առանձնապես տարբերություն չկա, որովհետև գործար համայնքի համար ամենակարևորը դրական փոփոխություններ լինեն։ Հիմա դրանք կլինեն նախընտրականի շրջանակներում, նախընտրականից առաջ, հետո, բան մեր համար այտենց կարևոր է երևույթն է, էլի։ Եթե դրանք նախընտրական թե ինչ այդ ոնց որ արդեն քաղաքական process-ներ են, որը ըստ էության մեր համար կարևոր չէ, մեր համար կարևորը գործար համայնքի համար կարևոր որ այդ փոփոխությունները լինեն։ Իսկ եթե ընտրություններից հետո օրինակ պատճառ բերվի, որ երկրի տնտեսությունը, չգիտեմ ինչ, երրորդական կամ չորրորդական իրադարձությունների պատճառով նորից փողի կարիք ունի եւ նորից բիզնեսը պետք է ավելի շատ հարկվի կամ ճակերտավոր ասած հարկային տերորը վերադառնում է։ Արդեն դա ձեզ չի հետաքրքրելու։ Դուք ասում եք եթե այդպես բան եղավ, մենք էլ կշարունակենք պայքարել, ոնց որ սրանից առաջ ենք պայքարել, այդ հարցերի դեմ խոսել, քննարկել եւ այլն եւ այլն, Հետո ոնց որ սցենարը։ Մենք մեր շահերը պետքա պաշտպանենք, նկատի ունեմ գործար համայնքի շահերը պետքա պաշտպանենք ու երբ որ խնդիրներ առաջանում, մենք միշտ էլ այդ խնդիրները բարձրաձայնում ենք։ Իրականում մինչև հիմա էլ նշ որ եկի ասել են երկրի համար փողապետք դրա համար եւ այլն, դրա համար քնչական գործ պետքա բացենք 1000 բիզնեսի վրա տարեկան, այդպես բան չեն ասել։ Դեսորակետից բանը չեն։ Հա, ուղղակի ասել են, չգիտեմ, պետքա բան անենք պարտավորություններ պետք է իրականացնի բիզնեսը եւ այլն, ուղղակի այստեղ խնդիրը ի՞նչն է առաջանում։ Խնդիրը առաջանում է այնտեղ, որտեղ համակարգիչ չի լինում բիզնեսը, որ ինքը ունի այդպիսի պարտավորություն։ Ու երբ որ քրեական գործ բացելը դառնում է հեշտ process նույն քնչական քննիչների համար, նույն բեկ տեսուչների համար եւ այլն, որ դառնում է հեշտ process, այդ արդեն դառնում է իրենք որպես լծակ են օգտագործում բիզնեսի վրա, ճնշում գործադրելու վրա։ Գալիս ասում են, ես կարծում եմ, որ դու 50 միլիոն դրամի խախտում ես արել, բիզնես ասում է, ես համաձայն չեմ, որ ես 50 միլիոնի խախտում եմ արել, դա ասես հանդիստ ասում է, դե օքեյ, համաձայն մի եղի, մենք հեսա քրեական գործ կբացենք քո վրա ու գնում է։ Այսինքն այդ 293-րդ հոդվածը օրենքի ծառայում է որպես լծակ բիզնեսի վրա ճնշումներ գործադրելու եւ պետի ու քնչականի կամքը թելադրելու համար։ Իրենք արդարությունը չէ ծառայում, որտեղ բիզնեսմենը ըստ էության խոսքի իրավունք չուներ այստեղ, խոսքի իրավունք ուներ գնա նստի բանդ, դիմի դատարան, ապացուցի որ հակառակն է այդպես չի, բայց դե որ գործարը կուզենա բանդ նստել կամ ով ընդհանրապես կուզենա բանդ նստել, այսինքն ով որ հնարավորություն ուներ, ասում են ավելի լավ է տամ թքած թե սխալ է եւ այլն։ Այսինքն հիմա երբ որ քրեականացման շեմը
բարձրացվում է, դա ձեզ ազատ շնչելու հնարավորություն է տալիս։ Որոշակի առումով այո, մենք այլ օրենսդրական նախագիծ էինք առաջարկել, մեր առաջարկով շեմը շրջանառության հետ կապելն էր, տարեկան վերջի 3 տարիների շրջանառության 20%-ի չափով, եթե ավել եղավ, նոր քրեական գործ բացվեր, մեր առաջարկը այդ էր, մի քիչ փոխվել էր, դարձել է 30 կամ առանձնապես խոշոր 50, դե մի քանի տարիներ բան դե շփ բաներ կային։ Մենք առաջարկում ենք շրջանառության հետ տոկոս կապել, բայց ոչ պակաս քան 50 միլիոնը։ Ինչու ոչ պակաս, որովհետև պայմանական ասած շրջանառության 20%-ի չափ եթե դրեցինք, ինչ որ բիզնես 100 միլիոն դրամ շրջանառություն է անում, դա փոքր դեպքերում չբացվի էլի քրեական գործ այդ էր գաղափարը։ Մեր առաջարկը այդ էր, հիմա նորից քննարկումը գնում ու լիահույս եմ, որ կանցնի շրջանառության հետ տոկոսի հետ կապելու առաջարկը, քանի որ այդպես ավելի արտարք կլինի, որովհետև ստանդարտ մոտեցում այն բիզնեսի համար, ով անում է պայմանական 1 միլիարդ դրամ շրջանառություն եւ 50 միլիարդ դրամ շրջանառություն, չի կարելի ստանդարտ մոտենալ քրեական պայմաններում չէ։ Հա, հավասար չեն, որովհետև իրենք հավասար չեն, որովհետև այն մեկի համար 50 միլիոնը մեծ թիվ է, այն մեկի համար մեծ թիվ չի։ Այն մեկի համար կարա հասարակ շփոթմունք լինի այդ 50 միլիոնի խախտում, այն մեկի համար չի կարա շփոթմունք լինի, քանի որ իր համար մեծ թիվ է 50 միլիոն։ Եվ այլն, հետեւաբար հավասար նայել այս դեպքում անարտար է ու մենք առաջարկում ենք լինի տարվա շրջանառության հետ կապված տոկոս, որից ավելի խախտման դեպքում, խախտման կասկած դեպքում նոր քրեական գործ կբացվի, բայց ոչ պակաս քան 50 միլիոնը։ Նաև խոսակցություններ կան, որ բիզնեսի նկատմամբ ճնշումները կապ չունեն կառավարության վերին օղակների հետ, դա ընդհանրապես հարկային իշխանությունների կմահաճույքն է, նրանց ցանկությունն է, նրանց առաջարկն է, որ տարիների ընթացքում ձևավորվել է օրենքների ենթահորձ դրական ակտերի տեսքով եւ բիզնեսերը այդպիսի ճնշում ա եղել։ Դուք համաձայն եք այդ ձևակերպով։ Տեսեք, իրականում շատ տարբեր փուլերում տարբեր է լինում այդ բաները, ճնշումների արձագանքները։ Մենք այս վերջի 2-3 տարին անդադ այդ ճնշումների հետևից գնում ենք, նույն պետական համակարգի հետ աշխատելուց։ Երբեմն կապ ունի, երբեմն կապ չունի մոտեցումը։ Այսինքն երբեմն եղել է դեպք, որ նույն պետական մարմինները կշտամբել են հարկային տեսչներին, որ մի արեք այդպես, մեր ներկայացան բնականոն քննարկման ժամանակ, որ դուք արժի ծառայության եք մատուցում պետությանը, մի արեք այդպես, մի այդպես չափից ավելի խիստ եղեք եւ այլն, նույն պետական բարձրաստիճան մարմիններ, որոնք պայմանական ասած վերադաս են, չէ՞, պետք է։ Անմիջապես հետո ինչ արձագանք եք տեսել, շարունակվել է դա, թե միաժամանակ հետո Այդպես չեմ կարող այդպես կոնկրետ ասեմ, քանի որ ինքը մի գործողություն չէ, էլի տարեկան ընդհանրենք 1000 քրեական գործ են բացում։ Ես հիմա չեմ կարող ասեմ դրանից հետո գրաֆիկը իջավ քրեական գործերը չբաց, թե բարձրացավ բանդես, ոնց որ այդքան մանրամասն չեմ կարող բանանել, արձագանքել, բայց ամեն դեպքում եղել են դեպքեր, որ տեսել եմ, որ հենց նույն վերադաս ասել մի արեք այդպես, հարգելի պետք։ Ամեն դեպքում հանրային քննարկման ժամանակ։ Եղել է դեպքեր, որ չեն ասել այդպես, այսինքն տարբեր իրավիճակներում տարբեր է։ Գուցե ինչ-որ փուլին եղել է, որ ասել են, գուցե ենթադրությունները, չգիտեմ, որ խիստ եղեք, որովհետև սենց չի կարելի խնդիր ունենք բյուջեում գուցե եղել է, գուցե չեն եղել, բայց որոշ դեպք եղել է, որ ինչպես ասացի, որ պետական կառույցների ներկայացուցիչները նույնպես մեր հետ համատեղ կշտամբել են պետքին իրենց գործունեության համար։ Եթե հաշվի առնենք, որ հարկային դժվարությունները կամ հարկային բեռը օբյեկտիվ իրականություն են, այսինքն կարիք է եղել այդ փողի ու հիմա հարկային վարչարությունը ենթադրենք թուլանում է, դա ինչ է նշանակում, երկրի բյուջեին այդ փողերը պետք չեն, թե երկրի բյուջեն այլ աղբյուրներից կամ այլ հնարավորություններով կարող է ծածկել իր պակասոցը։ Ձևակերպում չանենք, հարկային վարչարությունը չի թուլանում։ Այստեղ ոնց որ անհարգի եւ շատ դեպքերում անարտար քրեական գործեր են կշանալու։ Օրինակ, պայմանական, եթե 50 միլիոն եղավ շեմը, մոտ առապես 30%-ով քչանալու են քրեական գործերը տարեկան։ Քանի որ համամասնում եք բիզնեսը չէ։ Այդպես պետքի ներկայացուցիչներից մեկը թիվը նշեց, որ 50 միլիոն դեպքում 30%-ով ավելի քիչ քրեական գործեր են բացվելու, տարեկան Հայաստանում 1000 քրեական գործ է մոտ առապես բացվում բիզնեսների վրա, դե մեծ մասը բանը լուծում են գտնում, քանի որ բիզնեսները վճարում են, այսինքն այդ 1000 քրեական գործից 15 կալանք է լինում, օրինակ, էլի, այտենց համատաբար, բայց ինչու 15 կալանք լինում, որովհետև մնացածը բերում են գումարը տալիս են, միջարանում են, մի կամ պայմանավորվում են, ասենք 2 տարվա, 3 տարվա ընթացքում են բանանում, էլի գումարը վճարում, բայց կապ չունի քրեական գործը ինքնին շատ տհաճ եւ վատ երևույթ է։ Հետեւաբար ես չասեմ թուլանալ, որովհետեւ անարտարությունը կպակասի, լավ sense ձևակերպենք, բիզնեսի նկատմամբ անարտարությունը կպակասի։ Այս դեպքում։ Մյուս կողմից էլ, եթե
գործարարը համաձայնվում է պետությանը վճարել իրեն ներկայացված մեղադրանքի չափով, դա ինչ է ասում, գործարարը իրոք համոզվում է գործի ընթացքում, որ ինքը սխալ արել է պետք է վճարի, թե ուղղակի գործարարը այդ process-ի մեջ չմտնելու, իր բիզնեսը վերջնականապես չկործանելու, չքայքայելու կամ չկանգնացնելու պատճառով գնում է այդ զիջմանը։ Երկու տարբերակն էլ կա, ես երկու տարբերակն էլ հանդիպել եմ, որ մարդ ուղղակի ասում ավելավը տամ բրցնեմ, հետարենք, հետո դատի է տալիս կամ չի տալիս հաճախ դեպքերում, ասում է գլխացավանքից հեռու մնամ, ինչքան հեռու այնքան լավ։ Քանի որ գործարարները արարող ստեղծագործող մարդ են, իրենք ուզում են գնան արարեն, իրենք չեն ուզում քրեական գործերով զբաղվեն։ Օրինակ մի բան կար, մասնագետ կար բիզնեսի խորհրդատվության ոլորտում, որը աշխատում էր Չինաստանում, այդ ասիական ինչ-որ մի քանի այլ երկրներում, Միացյալ Նահանգներում ու նաև հետսովետական երկրներում էր աշխատում, Ղազախստանում, Հայաստանում, Ռուսաստանում, բան տես տարբեր, Հայաստանում пассив աղաքին, երբ որ հարցրեցի ինչ տարբերություն մեր ու չինական կամ արևմտյան ամերիկյան բիզնեսների միջև ընդհանուր, դե ասում է հետսովետական երկրներում բիզնեսները մի քանի անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում պետության հետ հարաբերություններով։ Ասում եմ մենք որ Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, ասում եմ մենք որ շփվում ենք գնաց, ասին ժամանակի 25%-ը ծախսում է ինչ-որ քրեական գործեր, հարկայինից եկան, պեկն եկավ, այսինչ օրենքա փոխվեցին, բյուրոկրատիա է։ Իսկ ասում եմ Միացյալ Նահանգներում այդ բանով չես զբաղվում, Միացյալ Նահանգներում կենտրոնացած են իր բիզնես զարգացման վրա։ Հիմա այդ նույնը վերաբերում է Հայաստանին, հասկանու՞մ, քրեական գործերը երբ որ բացվում են, այդ ինքը իրեք դրանով տնտեսության զարգացումը դանդաղեցնում են։ Երբ որ կա բյուրոկրատիա, տնտեսության զարգացում դանդաղանում է, քանի որ բիզնեսները ունենք պայմանական ասած 60,000, 70,000 գործարար, այդ 70,000 գործարարը իր բիզնեսի վրա ծախսում է աշխատանքի վրա ծախսում է միջինում պայմանական ասած 12 ժամ, չէ։ Հիմա Հայաստանում 12 ժամից 4 ժամը կամ 3 ժամը ծախսվում է պետության հետ հարաբերություններում։ Միջինացված եմ ասում, տարվա մեջ։ Հա, պետության հետ հարաբերություն։ Մի օր գնում է ինչ-որ քաղաքապետարանից պետքա թույլտվություն ստանա ու 2 ամիս է ստանում այդ թույլտվությունը 2 շաբաթ փոխարեն, մի օր պետից գալիս են իր ահաբեկչություն են անում իրենց տանը, ասենք դիմակներով մտնում են իրենց տուն, իրենց բան, ընտանիքի անդամներին են վախեցնում եւ այլն, ինչ-որ խախտման ենթադրությամբ եւ այլն։ Իսկ Միացյալ Նահանգներում 12 ժամ էլ տրամադրում են իրենց բիզնեսին։ Օրինակ անհամեմատ ավելի շատ ժամանակ են տրամադրում բիզնեսին։ Պարզ չէ որ իրենք արդեն մրցակցային առավելություն ունեն մեր նկատմամբ, հենց մենակ դրանով։ Որտեվ իրենք արտադրողականությունները բարձրացնում։ Արտադրողականությունը բարձրանում, տրամադրություն չկան բանակախված, ասենք ինչ կլինի, այդ անդադ այդ օրինակ շեշտում, որտեվ մեր ծանոթ գործարարները մեկ այդպես դեպք եղավ, ինչ կլինի մարդու տրամադրությունը, երբ որ բանը դիմակներով մտնեն իր տուն, իր մայրական տունը մտնեն, որտեղ այնտեղ գրածված իր եղբոր տունը մտնեն եւ այլ մի օրվա մեջ դիմակներով, ասենք ինչ կլինի, մարդը գործարարը մարդը ուզում է բիզնեսով զբաղվել, հոպ եկան, ինչի համար չգիտեմ, ենթադրել եմ, որ 100 միլիոն դրամ կամ 200 միլիոն դրամ խախտում եմ արել։ Այդ ենթադրելը նորից եմ շեշտում էլի, որովհետև հետո դատարանով կաշվանով բարձում է այդպես չի։ Հա, այդպես դեպքեր են ունեցել, ասենք եկել են ենթադրել են, որ 800 միլիոն դրամի խախտում է ունեցել, ու դե բնականաբար քրեական գործ են բացել, դրանց հետ մի անգամից լցվել են էլի դրանց դիմակահանդեսի բանով ներկայացումով, հետո դե բնականաբար գնացել նստել է բանդ, հայտնվել է բանտում, քանի որ ինքը 800 միլիոնը հետ կտրուկ համաձայն չէր ու չուներ այդ 800 միլիոնը, հետո պարզվել է 400 միլիոնը, հետո որը ժամանակ հետո եկել ասել են չէ 200 միլիոնը, հետո որ ժամանակ հետո եկել ասել չէ լավ 100 միլիոնը, հետո պարզվել է 80 միլիոն էր, ենթադրենք ու նոր 80 միլիոն ենք վճարել դուրս այդ բանտից, կամ չգիտեմ 70 միլիոն չեմ հիշում թիվը։ Այսինքն այդպիսի դեպքեր են լինում ու այդ մարդը ոնց հետո պետք է մտածի իր բիզնեսի մասին։ Չեղավ որ այդ մարդը մի ամիս նստեց կամ 2 ամիս նստեց, 5 ամիս, 4 ամիս արդեն չի կարողանալ կենտրոնանալ բիզնեսի վրա։ Իսկ եկեք նման դեպքերում բիզնեսի արտահոսքը կամ գործարանների հեռանալը երկրից ինչ տոկոս է կազմում կամ չգիտեմ ոնց եք չափում։ Գիտեք ունեք դա չափում։ Տոկոս չեմ կարող ասեմ, բայց այդպիսի բաներ կա, այդպիսի օրինակներ եմ։ Հա, այդպիսի օրինակներ եմ հանդիպել, չեմ կարող ասեմ տոկոս։ Հա, չեմ կարող ասեմ տոկոսի ինչքան է, քանի որ այդպես հետազոտություն չի արվել, ասենք թե Հայաստանում աշխարհում առաջ տեղն բացվող բիզնեսների թվով տարեկան, մեկ շնչի հասնող հարաբերակցությամբ եւ փակվող բիզնեսների թվով։ Հիմա այստեղ պետք է նայենք այդ փակվող բիզնեսների թվի պատճառները պետք է հետազոտվի ու այդ պատճառների մեջ հասկանալ որն է պետական վարչարությունը որտեղ ամենամեծ պատճառը փակվողների մեջ, հա, դե փակվողների մեծ մասը չէ, շուկան իրենց բիզնես պլան բան ինչ որ անհատացված։ ուղղակի ձախողում։ Հա, ձախողում են եւ այլն, բայց այդ փակվողների մեջ քանի տոկոսն է որ
պետական վարչարության պատճառով են ձախողվում։ Այդ էլ պետք է առանձին ոնց որ հետազոտություն, ինչ որ տոկոս կլինի, բայց ինչքան կլինի տոկոս չգիտեմ։ Ես մտքումս ունեմ, ասենք մի 2-3 օրինակ տենց հիշում եմ իմ սուբյեկտիվ բանով, էլի, որ այդ առաջավայրը։ Հա, որ այդ առաջվել են պատմել են նույնիսկ մարդը արտասահման է գնացել դրանից հետո արտագաղթել է երկրից բան։ Դա ինչ-որ օրինակներ կա։ Մենք հայերս մի ցակ բան ունենք, հակվածություն ունենք նեղանալու, շատ էլի չգիտեմ այդ ինչից է գալիս։ Պետությունից ենք նեղանում, ինչ-որ անդադ հայրենիքից ենք նեղանում, բան, նեղանում գնում ենք։ Դրա համար տենց շատ ենք նաև արտագաղթում, չգիտեմ այդ ոնց է ստացվում, բայց հա, տենց օրինակներ հանդիպել եմ կարճ ասած։ Լավ, մեր տարածաշրջանում բավական լուրջ իրադարձություններ են ծավալվում, նույնիսկ պատերազմական գործողություններ են գնում ու Հայաստանի տնտեսության վրա առերևույթ կարծես թե չի ազդում։ Ասենք գների տենց լուրջ թանկացում չկա, խոճապ չկա, մարդիկ խանութները չեն գրոհում եւ այլն եւ այլն։ Ինչով եք դա բացատրում։ Դե առայժմ մեզ չի առնչվել։ Ու հետեւաբար այդպես խոճապ չկա ու չի արվում այդպիսի քաղաքականություն, որ մեզ կարող է առնչվել, տեղեկատվական դաշտում այդ մասին ինֆորմացիա չի գնում, ես հասկանում եմ ինչ համար չի գնում, որովհետև անկանխատեսելի պանիկա կարող սկսվի էլ այդ դեպքում։ Հա, դրա համար նաև խոճապ չկա։ Բայց մոտեցումները տարբեր են, օրինակ ես անցյալ տարի Շվեյցարիայում էի, Շվեյցարիայում մի տղա պատմում էր, որ շվեյցարացի, որ իրենց մոտ իրենք բունկերներ են սարքում, վերանորոգում են բունկերները երկրորդ համաշխարհից ու ուտելիք են իրենց մոտ սկսել թարմ ուտելիք են արդեն պահում բունկերներում, որովհետև սպասում են Ռուսաստանի հարձակմանը։ Ֆիքսենք, Շվեյցարիան սպասում է Ռուսաստանի հարձակմանը։ Ռուսաստանը ոչ մի բառ չի ասել Շվեյցարիայի մասին, որ կհարձակվի, որտեղ շատ հեռու է Ուկրաինան չի կարող Մարսել ու մնաց հասնել Շվեյցարիա, բայց այնտեղ բունկերներում ուտելիքը թարմացնում են։ Բայց Իրանը մեր հարևանությամբ է։ Իրանը մեր հարևանությամբ է, Ադրբեջանն էլ է մեր հարևանությամբ, երկու շաբաթը մեկ ասում է բանը Զանգեզուրը մերն է, Երևանը մերն է, չգիտեմ, ամեն ինչը մերն է, երկու շաբաթ մեկ մի այդպեսի հայտարարություն անում։ Կանավորն էլ հայտարարում ասում է, եթե այսպես գնաց սեպտեմբերին պատերազմ լինելու։ Հա, այդ մասով չգիտեմ, բայց ամեն դեպքում մենք մեր մոտ այդ մոտեցումների տարբերություն էլի դրա համար երևի շվեյցարացիները Շվեյցարիա են սարքել, հայերն էլ Հայաստան են սարքել։ Այսինքն, բայց տեսեք ինչքան հեռու է վտանգը, բայց իրենք պատրաստվում են արդեն այնց ֆունդամենտալ էլի, ուտելիք են թարմացնում բունկերներում։ Մենք ես Երևանում եմ ապրում այս քանի տարի, 26 տարի, մինչև հիմա ինձ որևէ մեկը չի եկի ասել դու բունկեր ունես, այս ինչ տարածքում։ Նկատի ունեցել է։ Պահածոներ կա։ Պահածոներ չկան, հա, ես էլ չեմ պատրաստում։ Այսինքն մենք այն սովորական միջին վիճակագրական հայերն ենք, որ բայց մյուս կողմից եկեք իհարկե կատակ թեթև տրամադրությունը նաև իր տեղը, բայց մեր երկրում ցանկացած կամ լավ, այսպես ասենք, արտադրությունների մեծ մասը հիմնականում կախված են Իրանի տարածքով, եթե ոչ Իրանից, համենայնիվս Իրանի տարածքով Հայաստանում ներկրվող հումքից։ Իրան տարածքով եւ իրանական նաև հումքից կան բավական կախվածություն, ինչը որ այս պայդրությամբ արդեն բերել է որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը։ Դուք դրանց հետևում եք, որ խմբելում են դրանք։ Դե, չգիտեմ, տարբեր շատ թղթից սկսած, ինչ որ մաշկի հետ կապված տարբեր մաշկերով ավարտացել է, այտենց որ թղթի հումքից սկսած մենք բանաշ կա որ Իրանից ենք ստանում։ Միշկան համարը 1 միլիարդ չէ՞ մեր շարժանառությունը Իրանի հետ, 1 միլիարդ դոլար համարը, ու այդ առումով մեր մոտ գների բարձրացում կլինի ու արդեն կա։ Նաև լոգիստիկան է դե թանկանում այդ պատճառով ու դե աշխարհով մեկ է լոգիստիկան թանկացել ծովով գնացող նավթամթերք եւ այլն, նավթամթերքն էլ թանկանա, իր հետ ամեն ինչ թանկանում են, հենց որ հա մեր ուղղությամբ ազդեցություն կունենա, որոշ առումներով էլ նաև հնարավորությունների շրջան է ստեղծվում։ Դա ուզում ասել, որովհետեւ ոնց ասենք, եթե միտեղ մի դուր փակվում է, հաստատ մեկ այլ դուր փակվում է։ Օրինակ Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև պատերազմի արդյունքում Հայաստանով 12% բան եղավ, տնտեսական աճում եղավ։ Իրանի դեպքում մենք որտեղ ենք կներեք այդ արտահայտությանը շահում։ Դե տեսեք շատ ապրանքներ կա, որը որ Իրանը էքսպորտ արտահանում էր ու դրա այլընտրանքը կարող է լինել նաև Հայաստանը, բայց հարցն է որ պետք է հասնենք եւ կարողանանք օգտվել այդ առիթից ու այստեղ մենակ գործարի վրա չի այդ պարտավորվածություն այդ առիթից օգտվելու ու նաև
Նաև պետությունը պետք է աջակցի, այսինքն 3 ոլորտ պայմանական ասած չեն, այլ մենք 3 ոլորտ կա, որ Իրանում հիմա բանով 28 բան շատ ոլորտներ Իրանում կտրուկ էքսպորտ արտելն են, այսպես։ Հա, ու հետեւաբար նայում ենք, տեսնում ենք ինչ տարբերակներ կա, որ կարակ մեր մոտ այդ ամեն ինչը անենք, բայց արագ-արագ այդ ոլորտի սուբսիդիաները հայտարարում պետության կողմից, ու այդ ոլորտում երբ որ սուբսիդիա արագ-արագ բիզնեսներ կծնվեն։ Իսկ հիմա պրիմիտիվ օրինակ բերեմ, մեր 2 առաջ օր ընկերներից մեկի հետ էի խոսում, ով որ Հայաստանում մշտերի վերամշակման բանը գործարն է հիմա բացում, դե ասում է մեր տարած շրջանից ու աշխարհի ամենամեծերից մեկը այդ ոլորտի իրանական ընկերություններն էին, որը էքսպորտ էին անում Գերմանիա, հիմնականում Ֆրանսիա եւ այլն տարբեր երկրներ, ասում է հիմա էլ էքսպորտ չեն անում։ Այդ նույն գերմանական ֆրանսիական ընկերությունները հիմա ասում են ընկերներն էս կողմ, հա, ասում են ինձ գիտեք ինչքան են դիմել, ասում են շատ դիմել են ինձ, որ նաեւ ինձանից են ուզում։ Այսինքն նաեւ լավ հնարավորություն է շփվել գտնել հաճախորդներ, որոնց որ նախկինում չէր կարող գտնել, որտեղ իրենք գոհ են իրականությունից, հա։ Բայց դե գիտեք դրա համար նաև իսկական ժամանակ է պետք, որովհետև մրգային ինչ որ վերամշակված արտադրանք արտահանելու համար կամ ստեղծելու համար այդ սկզբից միրգը, հումքը պետք է ունենալ։ Հայաստանում հիմա բերքի սեզոն չի, 1-2 տարի պետք է։ Հայաստանում բերքի սեզոն չի, ու ինչքան էլ պետական սուբսիդիաներ լինեն, ինչքան էլ պետական աջակցություն լինի, մենք այդ ժամանակը չենք կարող արդյունավետ օգտագործել։ Դե հա, դե կա որ հնարավոր է ոլորտներ կան որ հնարավոր է, ոլորտներ կա հնարավոր չի։ Իմ ասած ոլորտը կարծում եմ էլի հնարավոր է անել 1 տարվա ընթացքում կազմակերպել այդ ամեն ինչը, բայց ոլորտները կա որ հնարավոր չի։ Հիմա նույն եթե այդ մրգի վերամշակման թեմայով ասեմ, մալինան, մոշը կամ այլ մրգատեսակներ, հատապտուղներ, որոշ մրգատեսակներ կան, որ 1-2 տարվա մեջ բերք են տալիս։ Նույն մոշը, մալինան մի տարվա մեջ տնկում ես 3 ամիս հետո բերք է ասում։ Դրանից մենք վահագին մեծ ու զարգացած ջերմոցային տնտեսություն ենք, որ Եվ այսինքն ինչ որ բաներից կարելի է օգտվել արագ, ինչ որ բաներից կարելի է օգտվել միջնաժամկետ եւ ինչ որ հա, դա է, հետեւաբար պետք է դες բաշխել մասերի ու արագ ընդունել, ցավոք պետությունը միշտ չի որ կարողանում, այդ պետական բյուրոկրատիան միշտ չի որ այդպես արագած արձագանքում նույն IT-ի հետ կապված է, չէ 22 թվականին երբ որ մեծ ներհոսք ունեցանք, մեր մոտ 2-3 տարի այդ IT օրենքը մշակեցին, ինչ որ 2-3 ամսում պետք է մշակեին, ինչը մշակեցին Հայաստանում այդ ռելոկանտներից շատ քիչ տոկոս մնաց, հա։ Վարչում։ Դա ինձ հիշում է նաև մի այլ ոլորտ, զբոսաշրջության ոլորտը։ Փետրվար ամիսը եւ մարտ ամիսը սովորաբար իրանցիների բավական մեծ հոսք էր ապահովում Հայաստան իրենց այդ կրոնական տոների հետ կապված, տոնական օրերի հետ կապված, Հայաստանը փաստորեն այս տարի չունեցավ այդ հոսքը։ Թվերին տեղակ չեմ, առաջի ամիսներին հունվար-փետրվար, եթե չեմ սխալվում, անցյալ տարվա հետ համեմատած 10-17% ավելի աճ էր եղել բանը туриզմի ոլորտում, անցյալ տարվա այս ամիսների հետ Իրանի համեմատած։ հաշվին Չգիտեմ ինչի հաշվին, ուղղակի հիշում եմ որ աճ էր եղել։ Այդ հունվար-փետրվար, բայց կամ հունվար մենակ, տենց վստահ չեմ հիշում, բայց հետո մարտ հիմա տեղակ չեմ այս թվերը ինչ են, դե հեսա կիմանանք էլի մեկ էլ։ Դե բնական է նաև որ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Իրանը ուղղակի փակեց իր երկրի քաղաքացիների ելքը, ու ես կարծում եմ որ Հայաստանը այս ամսվա ընթացքում համենայն դեպս բավական լուրջ է ոլորտում կորուստներ կարձանագրել։ Դե տեսնենք կամփոփենք, որը ժամանակ հետո կամփոփ։ Քանի որ քիչ ժամանակ է մնացել մեր հաղորդման, ես կուզեմ մի քիչ խոսել Մանթասյանց ակումբի մասին։ Մանթասյանց ակումբը բավական հետաքրքիր մուտք ունեցավ Հայաստանի հասարակական կյանք ու հատկապես տնտեսական կյանք։ Ձեր ակումբը հիմա ինչ հետաքրքիր նախաձեռնություններ ունի ու ինչ ակնկալիքներ ունի առաջիկայում։ Հենց երեք վերադարձել եմ միջոցառումից Եվրոպայի մեր ռեգիոնալ ֆորումն էինք արել, ինչ ենք անում մենք այն տարածքները որտեղ որ ռեգիոնալ ֆորումի շրջանակներում։ Հա 5 երկրից, հա եվրոպական 5 երկրներից մենք այն տարածքները որտեղ որ ունենք 2-3-ից ավել մասնաճյուղ, այնտեղ ժամանակ առ ժամանակ ռեգիոնալ ֆորումներ ենք անում, նոր ենք սկսել տարի անել, ինչու որ իրենք իրար ճանաչեն։ Մենք Եվրոպայում ունենք Չեխիայում, Վարշավայում, Գերմանիայում, Բելգիայում եւ Ավստրիայում մասնաճյուղեր, 5 մասնաճյուղ ունենք Եվրոպայում։ Ճիշտ է, փոքր մասնաճյուղեր, մի 15 հոգի ավան 10-15 հոգի ավան մասնաճյուղ, բայց ոնց որ տարվա մեջ մի օր բոլոր մասնաճյուղերին հավաքում ենք իրար այդ գործարարներ բոլորը, շուտ շեմից բարձր, հիմնական 1 միլիոն եվրո եւ ավելի շրջանառությամբ գործարարներ են։ Այս անգամ հավաքեցինք բոլորին Պրագայում ու շատ հետաքրքիր Հայաստանից էլ գնացինք, 80-90 հոգի մարդ էինք հավաքվել։ Իրար հետ ծանոթանան, շփվեն եւ այլն։ Այսինքն մեր այդ
ոնց որ դրական վերջի բաներից, որ մենք արեցինք, հիմա այդպիսի ռեգիոնալ ֆորում Ռուսաստանում ենք պլանավորում անենք, այդպիսի ռեգիոնալ ֆորում Միացյալ Նահանգներում եւ այլն, որտեղ մի քանի մասնաճյուղեր ունենք։ Այդ էր դրականը, տարեկան մեր բաններն ա, որ արդեն դե մենք 24 մասնաճյուղ ունենք ու գնում ենք ինտենսիվ ավելացման, այս տարի պլանավորում ենք 30-ն հասնել, 32-3 մասնաճյուղի հասնել մինչև տեսնենք ու 850 արդեն մոտ գործար ունենք մեր բանում, ցանցում, ընկերությունով եթե հաշվենք մի քանի հազար է, որտեղ մարդկա մի քանի ընկերություն ունի, հա, մենք մեր մոտ ոնց որ գործարն են մի ակումբի անդամ։ Հասկանալի է, այն շեմը, որ դուք դնում եք ֆինանսական, դա ենթադրում արդեն որ մարդիկ մի քանի բիզնես։ Հա, ոչները մի քանիսին են։ Այդպես Միացյալ Նահանգներում լավ մեծ համայնք ունենք, 120 հոգի, Լոս Անջելեսում մենակ 120 հոգի, Օհայոյում ունենք, Կոլումբոսում, Վաշինգտոնում ենք պլանավորում այս տարի բացել եւ այլն, այսինքն հետ առումով լավ գնում է այդ միջազգային, այդ մեր բանն է, էլի ոնց որ մենք մեր միսիան միավորել հայկական տնտեսական ռեսուրսը, մենք բավական մեծ տնտեսական ռեսուրս ունենք հայկական ծագմամբ, բայց չգիտենք այդ ռեսուրսի մասին, չգիտենք ճանաչում այդ մարդկանց։ Իրականում այսբերդի վերևի մարդկանց ճանաչում ենք, ասենք 5 հոգու Ռուսաստանից ենք ճանաչում, 5 հոգու Միացյալ Նահանգներից եւ այլն, բայց այսբերդի ներքևը շատ ավելի մեծ է ու շատ ավելի շատ են։ Այսօր մեր գործունեությունը այդ ուղղությամբ է գնում, այս պայդրությամբ արդեն ավելի շատ միջազգային են գործում, քան Հայաստանում, ու տարեկան ֆորում ենք անում մեր գլոբալ ֆորումը, որ ամբողջ աշխարհից ակումբականներին հավաքում ենք Հայաստան, այս տարի հուլիսի սկզբն ելնելու, սպասում ենք ելի մոտ 600-700 գործարար ակումբական աշխարհի 20-30 երկրներից, անցյալ տարի 20 երկրներից մարդեր հավաքվել այդ օրերին։ Այդ արվում, անցյալ տարի մոտավորապես մեր ակումբականները 40 միլիոն դոլարի ներդրում են արել Հայաստանում, բանով։ Իսկ այդ ներդրումները 40 միլիոնը շատ է թե քիչ, նախ այդ հարցն եմ։ Ինչի՞ հետ համատած էլի, չգիտեմ, ինչի՞ հետ համատած։ Ներուժի հետ։ Ներուժի հետ կապված իհարկե քիչ է, բայց մենակ ներուժով չպետք է բան անենք, կենտրոնանք, որովհետև դե ներուժը քիչ է, նույնը ասում են, չգիտեմ, մեր ներուժը ավելի շատ էր, բայց պատերազմի ժամանակ հիմնադրամն 200 միլիոն դոլար փոխանցեցին, չէ՞։ Հա, գիտեմ, որ ավելի շատ է, բայց այդ ներուժը մենակ հերիք չէ, էլի, նաև դու պետք է կարողանաս կազմակերպել, որ մարդիկ վստահ են եւ կան անեն, կազմակերպելն ամենադժվարը։ Կազմակերպելը թե համոզելը։ Կազմակերպելը իրականում էլի, կազմակերպելու մեջ մտնում է նաև ներկայացնելը, նաև հիմնավորելը, այտենց համոզել չասենք, որտեղ մանիպուլյացիոն ինչ-որ բան կա այդ համոզելու մեջ։ Ներկայացնել, հիմնավորել եւ այլն ու մարդիկ որ վստահություն ունենան եւ աշխատեն Հայաստանի հետ։ Մեր անցյալ տարի 40 էր, թե մեր նպատակը մի քիչ ավելի մեծ է, այս տարի տեսնենք, այս տարի կենտրոնանալու ենք 100 միլիոնի հասցնենք այդ բաները, մեր ուղիղ մեր ակումբականների միջոցով ներդրումներ անել, այս ինչ եմ ասում, այս այն օրինակները, երբ որ ակումբականները ներդրում են արել Մանտաշյանցի միջոցով, այսինքն որ իրենք իրանց ճանապարհով մեկը պետքա գային ներդրում անեն, այդ ոնց որ չեմ ասում։ Եթե արել են, դա չի քաշվում։ Հա, այսինքն որ մեր ծանոթացել են Հայաստանի ինչ-որ ակումբականի հետ, այդ ակումբականը եկել են, այստեղ որոշել են պրոյեկտ անեն համատեղ եւ այլն, այսինքն այդպիսի օրինակներն եմ ասում։ Իսկ ինձ հետաքրքիր է, այ հիմա որ դուք այդ ֆորումներն անում եք արտասահմանում, ծանոթացնում եք մարդկանց, այդ մարդիկ իրենք իրենցից գաղափարներ, ներդրումային հնարավորություններ գեներացնում են, թե սպասում են, որ այստեղից Մանտաշյանցը առաջարկություններ անի։ Չէ, մեր ակումբականները։ Ակումբականները, լավ։ Հա, դե չէ, հիմնականում չեն գեներացնում, որովհետև դե իրենք չեն պատերասում, չեն հասկանում հայկական շուկան։ Ամենա այդ ապով տարբերակը իրականում այդ ներդրումի մեծ մասը այդ էր, 40 միլիոնի, դա անշարժ գույքն է, դրա համար շատերը գնում են անշարժ գույքի։ Կոմերցիոն անշարժ գույք կամ չգիտեմ, բնակելի անշարժ գույք եւ այլն, այսինքն ամենաապով եւ հանդիստ տարբերակը այդ է, դրա համար շատերն են անում։ Շատ ընդ կտրուկ տարբերություն կա, էլի մարդիկ հիմնականում իրենց բիզնեսով են զբաղվում ու կան այս մեր մոդել բիզնես կազմակերպեն բավական բարդ է։ Պետք է բավական ազատ լինեն այնտեղ, որ կարողան գան մեր երկրի մտնեն ուսումնասիրեն։ Դրա համար մեծ մասը սպասում է առաջարկների։ Եթե ոլորտային բաժանում անենք, ասացիք առաջնայինը անշարժ գույքի ներդրում, անշարժ գույքի ոլորտում ներդրումն են։ Հաջորդ ասենք 2-3-ը որոնք են։ Մեր, տեսեք, մեր ակումբի process-ները շատ սուբյեկտիվ են։ Մերը չի արտահայտում ընդհանուր Սփյուռք Հայաստան այդ ներդրումների բանը, պատկերը։ Բայց մեր ակումբում հիմա երկրորդ տեղում ռազմարտությունաբերությունն է, բայց այդ օբյեկտիվ չէ, էլի, այսինքն ընդհանուր մյուս տեղերում էլ չէ, դրա համար մեր ակումբի բանը սուբյեկտիվ է։ Մեր առաջինը անշարժ գույք, երկրորդ տեղում կարծում եմ ռազմարտությունաբերություն, հետո արտադրություններ։ Արտադրություններ Հայաստանում, հա։ Ասենք մեքենաշինություն, չգիտեմ, գյուղվերամշակում, հիմնականում գյուղվերամշակում։ Հա, դից հիմնականում ասած 1-2 դեպք կան, այնց չի որ շատ են դեպքերը, բայց միլիոնների 4-5 միլիոն դոլարի հասնող, դենց այդ սամոն է։
Իսկ առաջիկայի ծրագրերում ինչ ունեք բացի այդ ֆորումի անցկացումից ու Առաջիկայում դե մենք Հայաստանում ենք մասնաճյուղերը նաև շատացնում, խնդիր ունենալով որ փաթենք ամբողջ Հայաստանի տարածքը, մենք սկսում մեծ քաղաքներում ենք, հիմնականում Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան։ Հիմա արդեն ընդլայնվել ենք նաև փոքր քաղաքներում, նույն Դիլիջանում բացվեցինք, Էջմիածնում բացվեցինք, Արմավիրով ներկայացված։ Հիմա պլանավորում ենք բանում բացվել, Գորիսում կբացվենք ապրիլի 19-20-ին։ Մարսելում պրեզենտացիա կա այս տարվա մեջ պլանավորում ենք նաև Մարսելում բացվենք ելի ապրիլին։ Էդա։ Ինչու ենք Հայաստանը մարզերում բացում։ Երկու հարցով որ Հայաստանի մարզերի գործարարները հնարավորություն եւ կապ ունենան ամբողջ աշխարհի հայ գործարարներին, այդ թվում նաև Հայաստանի տարածքում, եւ երկրորդը ամբողջ աշխարհի գործարարները կարող են աշխատել ամբողջ Հայաստանում մեկ։ դիվերսիֆիկացնել ու համահավասար բաներ։ Հա։ Այդ դեպքում եթե արտասահմանիում ձեր ակումբականները, ինչպես ասացիք, որոշակի ֆինանսական հնարավորությունների ու որոշակի դրամական շրջանառության, այսպես ասենք, ցենզով եք ընտրում, Հայաստանում դա ուղղակի աշխարհագրության վրա եք բաժանում։ Չէ, ցենզը կա այլ մոտ։ Ցենզեր կա։ Հա, ցենզը բանում Երևանում մարզերում տարբեր են, Երևանը մի քիչ ավելի շատ է, սովորաբար ցենզերը եթե դոլարով ասենք 1 միլիոն պլյուս է հիմնականում, մարզերում մի քիչ ավելի քիչ։ 5 միլիոն 400,000 նայած որտեղ։ Ձեր հետաքրքրությունը գործարարների նկատմամբ հասկանում, իսկ գործարարների հետաքրքրությունը ձեր նկատմամբ։ Գործարարների հետաքրքրությունը անսահման մեծ հնարավորություններ է ստեղծում, գործարարի ձեռքերը երկարում այսպես ձևակերպեմ։ Հիմա նույն մի օրինակ բերեմ, էլի Պրագայից եմ գալիս, Պրագայի մեր գործարարներից մեկը մի լավ գործարք էր արել, մեկը չէ, երեք գործարար, մենք Չինաստանում էլ մասնաճյուղ ունենք, Շենժենում, գործարք են արել Չինաստանի մեր գործարար ընկերների հետ, օրինակ, Պրագայից ակումբականները ու հա շատ լավ պայմաններով ստացվել է այդ գործարքը, որ առանց իրենց միջնորդության շատ ավելի վատ պայմաններով կլներ։ Հիմա շահել է, պայմանական ասած այնտեղ բաներ արտադրում, ինքը արտադրական ինչ-որ նյութեր նաև Չինաստանից է ուղարկել փաթեթավորման հետ կապված, որը որ գնի մեջ շահել էր, բան տարեկան ասենք բավական մեծ գումար կշահի, զգալի գումար կշահի, հա 1000 պատիկ ավելի զգալի, քան մեզ անդամավճարը վճարում ենք տարեկան։ Այսինքն այդպիսի օրինակները շատ են, էլի, ու այդ օրինակների համար էլ մարդիկ գալիս են մեր ակումբ, որ մեկը ուղիղ շահ են ունենում, քանի որ գտնում են գործընկերներ, գտնում են մարդկանց հետ կարող համագործակցեն, հա, այսինքն ուղիղ վաճառք են ունենում։ Երկրորդը, որ գիտելիք են ունենում, փորձ մարդկանց շփվում են շատ ավելի լայն շրջանակի գործարարների հետ են շփվում, քան իրենց սեփական գործարար շրջանակներ, եւ երրորդը, ինչը որ սպյուրքի համար է հատկապես կարևոր, սոցիալիզացիան է։ Սպյուրքում մեր գործարարները շատ կարիք ունեն ժամանակ անցկացնեն հայկական միջավայրում, նույն Եվրոպայում մենք որ Չեխիայում հավաքվել էինք համարի 100 հոգով մի քանի օր առաջ, բոլորը հայ, այնտեղ բոլորը զարմացած էին, ասում են երբեք Չեխիայում այսպիսի միջոցառում չի եղել, որ 100 հայ իրար հետ հավաքվի, էլ ունած 100 գործարար հայ իրար հետ հավաքվի այստեղ, այսինքն մարդիկ դրա կարիք շատ ունեն, մարդ կար ասում ես 15 տարի հայկական չէի բարե հայկական երաժշտություն, քանի որ չի ինչ այստեղ ընդհանուր միջոցառումների ժամանակ եւ այլն, այսինքն այդ սոցիալական կարիքն էլ կա իրար հետ միավորվելու, այդ ոնց որ էթնիկական սեփական խմբի հետ համագործակցելու եւ աշխատելու համար, ինչը որ նաեւ սպորտում մեծ դերակատարություն կա, այսինքն ժամանցը նաեւ էլի կարեւոր է, որ լավ ժամանակ անցկացնի։ Դրա ձայնը շուտով մենք կլսենք։ Նախ ուզում եմ հաջողություն մաղթել Մանթաշյանցին, ձեր բոլոր նախաձեռնություններին, նաև շնորհակալություն հայտնել մեր հաղորդմանը մասնակցելու ու ձեր մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հաճույքով։ Հարգելի հեռուստադիտողներ, մեզ հատկացած ժամանակն ավարտվեց։ Իմ հյուրը Վահրամ Միրաքյանն էր, գործարարների Մանթաշյանց ակումբի ղեկավարը։ Մինչև նոր հանդիպում։